հայտնվի նախագահ Քոչարյանը, Ալիևի պահանջները միանգամից կտրուկ նվազելու են, որտեվ իր դեմ լինելու է մարդ, ով թե իր հորը հաղթել է ժամանակին, եւ պարզ է, որ Ալիևը չի գնա արկածախնդրության։ Այսինքն, երբ որ Ալիևը հասկանա, որ դիմացի կողմը դիմադրելու է, պաշտպանվելու է, նախահարձակ է լինելու, Ալիևը երբևիցե պատերազմ չի սանձազրծի, սա պարզ է։ Պարզ է բոլորի համար։ Մի այլ հարց է, որ դեմը Նիկոլ է հայտնվում, այդ Նիկոլի վրա կարելի է կոնստանտ հարձակվել, որտեվ գիտես, որ քիչ պաշտպանություն չես ստենալու կամ հակահարված չես ստենալու, երկրորդն քեզ մի բան էլ օգնելու են ներսից։ Ոնց որ արել են թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե ջերմուկի դեպքերի, անընդհատ ջերմուկի դեպքերի հետ կապված հապկ են մեղադրում։ Նախ ջերմուկի այդ պատերազմ կոչվածը տևել է 3 օր։ Ինձ հարց է ծագում, էլ հապկը երբ միանար դրան։ Երկրորդը, ոչ պատերազմական իրադրություն ես երկրում հայտարարել, ոչ փորձել ես հետ բերել, բայց մեղադրում ես հապկին։ Այսինքն քեզ ինչ ա թվում, դու պետք է ու քո զորքերը նստեիք այսպես նայեք, հապկը զորքով գար կռիվան։ Ապա գիտեք, պարոն Վարդան, ուրիշ հետաքրքիր դրվագ էլ եղավ։ Նիկոլ Փաշինյանը օրս հայտարարեց, որ մենք ասելով իրենց նկատմամբ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դաշնակիցը չենք։ Ուկրաինական պատերազմը սկսել է ջերմուկի դեպքերից մի քանի ամիս առաջ։ Եթե դու քո դաշնակցի կողմից վարվող պատերազմին մի քանի ամիս առաջ սկսված պատերազմին իրեն դաշնակից չես, ինչու պիտի ինքը քեզ դաշնակից լինի արդեն քո դեմ վարվող պատերազմի դեպքում։ Սա էլ իր Որովհետև դաշնակից լինելը դա միակողմանի ինչ-որ բան, մենք որբ չենք, չէ՞, մեզ ասենք Ռուսաստանը խնամակալը չի, չգիտեմ, չի որդեգրել Հայաստանին, մենք Չեչնիա ու Ինգուշետիա չենք, այսինքն Ռուսաստանի մաս չենք, անկախ պետություն եք, դաշնակցային հարաբերությունները ենթադրում է փոխադարձություն։ Եթե դու այն գլխից Ուկրաինայի հարցով իրեն դաշնակից չես եղել, ես ավելին կասեմ, հակառակ ճամբարում ես եղել, որտեվ հիշում եք, չէ, իր կինը գնաց Բուչա, այդ բաներին մասնակցեց, այդ դեպքում ո՞րն է ակնկալիքդ Ռուսաստանից։ Դες ակնկալիք Նիկոլի օրը չէր կարող լինել, ակնհայտ է 18 թվականից սկսած, որ իշխանությանը եկե հակառուս, իշխանությանը բերվե մարդ, ով հետս հետ է զրահացնելու Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը այս տարածաշրջանում եւ ինչը իրենք ցավոք սրտի բարեհաջողանում են այսօր եւ շարունակելու են անել։ Մի այլ հարց է, որ Երևանում տեղի ունեցած այդ համաեվրոպական խորհրդաժողովը քայլերից եւս մեկն էր, ընդ որում պետք է հասկանանք, թե ինչ է իրականում կատարվում։